Ոստիկանության համակարգում կան ոչ միայն տարածքային, այլև մեկ գծային բաժին։ Բաժինը սպասարկում է հանրապետության տրանսպորտային ամենամեծ ու ամենակարևոր հանգույցը՝ Զվարթնոց օդանավակայանն իր հարակից տարածքով։ Այս պահին երկիր մոլորակի ողջ օդային տարածքում գտնվում է մոտավորապես 12,000 ինքնաթիռ, որոնք տեղափոխում են ավելի քան 800,000 ուղևոր։ 2010 թվականի տվյալներով օդային փոխադրամիջոցներից օգտվել է 2 միլիարդ 400 միլիոն ուղևոր, այսինքն 6 միլիոն 575 հազար մարդ ամեն օր օդ է բարձրացել։ Բոլոր երկրների օդային դարպասները համարվում են կարևորագույն նշանակության ռազմավարական օբյեկտներ։ Օրինակ, աշխարհի ամենածանրաբեռնված ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի Հարտֆիլդ-Ջեքսոն օդանավակայանը տարեկան ընդունում ու ճանապարհում է գրեթե 95 միլիոն ուղևոր։ Պեկինի Շոուդու օդանավակայանը տարեկան սպասարկում է ավելի քան 83 միլիոն մարդու։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը 2013 թվականի տվյալներով հասցրել է ծառայություն մատուցել 72 միլիոն ուղևորների։ Այս թվերը նշում են, որ ավելի պարզ դառնա, թե ինչ հոսքի հետ կարող են շփվել Երևանի Զվարթնոց օդանավակայանի պահպանության ու անվտանգության պատասխանատվությունը կրող ոստիկանության գծային բաժնի ծառայողները։ Այս ստորաբաժանումը գործում է Զվարթնոց օդանավակայանի շահագործման պահից ու ծառայության բնույթից ելնելով իր առանձնահատկություններն ունի։ Նոր տերմինալի բացումից հետո Զվարթնոցը տարեկան ընդունում է ինչպես հայազգի, այնպես էլ օտարերկրացի 3 միլիոն 800 հազար ուղևոր։ Անծանոթ երկիր ժամանող ամեն ոք առաջին հերթին ցանկանում է ապահով զգալ իրեն։ Պաշտպանված բոլոր խնդիրներից եւ հենց առաջին հերթին ոստիկաններից է տպավորություն ստանում ու համոզվում անվտանգ է նոր միջավայրը, թե ոչ։ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները 24-ժամյա ծառայություն են իրականացնում ինչպես օդանավակայանի 32,000 քառակուսի մետր մակերես ունեցող ահռելի տերմինալի, այնպես էլ դրանից դուրս գտնվող 22,000 քառակուսի մետր մակերեսով ավտոկայանատեղիում եւ հարակից տարածքներում։ Բաժնի պետի ծառայության գծով տեղակալ փոխգնդապետ Անթարանյանը երկրի օդային դարպասների հասարակական կարգն ապահովում է գրեթե 10 տարի, ծանոթ է աշխատանքի բոլոր մանրուքներին։ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայան բաժինը սպասարկում է Զվարթնոց օդանավակայանը ամբողջությամբ իր տարածքով։ Այսինքն մենք հիմա գտնվում ենք մեզ սպասարկող վարչական տարածքում։ Մենք ունենք այստեղ երթուղիներ, ծառայության վաշտը իրականացնում է երթուղիներ, ապահովելով հասարակական կարգն ու կանոնը, մարդկանց անվտանգությունը, հանցագործությունների դեմ պայքարը։ Ցանկացած քաղաքացի մի հատ իր տեսավ ստեղ, մի անգամից մոտենում ոստիկան ասում է, այ ես իրս տեղը։ Ու մեր միջոցով այդ իրերը գտնում են իրենց տերերին։ Այսինքն վստահության տեսանկյունից քաղաքացիները վերջին շրջանում ավելի շատ են հաղորդակցվում եւ աշխատում ոստիկանների հետ։ Նույնիսկ դա թեթևացնում է աշխատանքը։ Իհարկե։ Գումարներ, մեծ քանակի գումարներ, վերջերս էլ 63,000 ռուբլի մարդիկ գտել են, բերել են։ Մենք տիրոջը գտանք Ռուսաստանից։ Գծային բաժինը ոստիկանության միակ ստորաբաժանումը չէ, որ ծառայություն է իրականացնում օդանավակայանի տարածքում։ Այս մեծ ենթակառուցվածքի բնականոն աշխատանքն ապահովելու համար ծառայությանն են ներգրավված նաև ոստիկանության բարեկապահակետային ծառայության 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները։ Իսկ տերմինալի էստակադային երթևեկության անխափան ընթացքն ու կանոնների պահպանումը վստահված է ճանապարհային ոստիկանության ծառայողներին։ Զրուցակցից փոխանցմամբ միայն 2013 թվականին արձանագրվել է օդանավակայանի արգելված վայրերում ծխելու 48 դեպք։ 12 անձ վարչական պատասխանատվությանը ենթարկվել օդանավակայանի տարածքում ոգելից խմիչք օգտագործելու եւ հարբածության համար։ Արձանագրվել է նաեւ օդանավակայանում վարքի այլ կանոններ խախտելու 54 դեպք, սակայն գծային բաժնի ծառայողների աշխատանքը չի սահմանափակվում միայն վարչական իրավախախտումների արձանագրմամբ։ Օպերատիվ փոխգործակցության շրջանակներում նրանք աշխատում են ինչպես ազգային անվտանգության
ոստիկանության ծառայության սահմանապահ զորքերի համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության եւ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերության անվտանգության ծառայության հետ։ Այս ձևաչափի համագործակցությունն էլ ավելի ամրապնդում է մեր երկրի օդային դարպասների անվտանգությունը։ Աշխատանքի առանձնահատկություններից ելնելով վերոհիշյալ ծառայությունների հետ անդադար կապի մեջ է ոստիկանության գծային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Ստեփանյանը։ Օդանավակայանում գոտիները առանձնացված են, գործառույթները հստակեցված։ Մենք հիմա գտնվում ենք Զվարթնոց օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտում։ Ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումը, նկատի ունեմ քրեական հետախուզության բաժանմունքը, իրավունք ունի ներկա գտնվելու ստերիլ գոտում եւ իրականացնել ոստիկանության արժեվ դրած բոլոր խնդիրները, սկսած եւ հասարակական կարգի պաշտպանումից, եւ հանցագործությունների նախակարգումից եւ բացահայտումից եւ հետախուզողների հայտնաբերումից, ինչպես նաեւ մնացած բոլոր ֆունկցիաները, որոնք դրված է ոստիկանության ծառայության վրա ընդհանրապես։ Ստերիլ զոնայում ոստիկանության առանձնահատկությունը, ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ոչ անցագիր ունեցող ոչ ծառայողները, որ չունեն անցագիր, չեն կարող ներկա գտնվել ստեղ։ Սա Զվարթնոց օդանավակայանի կողմից տրված անցագիր է համապատասխան, որտեղ որ նշված են բոլոր այն զոնաները, որտեղ որ կոնկրետ ծառայողը իրավունք ունի գտնվելու։ Մենք ունենք իրավունք գտնվելու այս զոնայում եւ նույնիսկ իրավունք ունենք գտնվելու օդանավի մեջ, եթե դրա անհրաժեշտություն առաջանում է։ Իհարկե, այս ամեն ինչը կատարվում է անհրաժեշտությունից ելնելով։ Եթե կա անհրաժեշտություն, ոստիկանությունը միջամտում է եւ համագործակցում է Զվարթնոց օդանավակայանի մյուս ծառայությունների հետ։ Օդանավակայանում օպերատիվ իրավիճակի պատասխանատուի փոխանցած տեղեկություններով միայն 2013 թվականին օդանավակայանից հայտնաբերվել կամ բերման է ենթարկվել 96 հետախուզվող, իսկ արդեն 2014 թվականի ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է օտարերկրյա պետությունների կողմից հետախուզվող 26 եւ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 63 անձ։ Մեր տեսանյութերում նկատած կլինենք, որ օդանավակայանից հետախուզվողներին ուղեկցում են քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի ծառայողները։ Սա եւս մի ստորաբաժանում է, որը հարկ եղած դեպքում ներգրավում է օդանավակայանում իրականացվող ոստիկանության ծառայության մեջ։ Սակայն օդանավակայանում ոստիկանության ստորաբաժանումների ցանկն այսքանով չի սահմանափակվում։ Տարածքում գործում է նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության Զվարթնոց օդանավակայանի անձնագրային ծառայությունը, որի պատասխանատուն մեզ տեղեկացրեց այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին։ Անձնագրերի վիզաների վարչության Զվարթնոց օդանավակայանի բաժինը, ինչպես բոլոր անցակետերը, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության սահմաններում, իրականացնում է հետևյալ գործողությունները։ Օտարերկրյա քաղաքացիների մուտքի վիզայի ձևակերպում այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար մուտքը սահմանված է հետևյալ կարգով։ Նախատեսված է վիզայի ձևակերպում։ Զվարթնոց օդանավակայանում ձևակերպում է ուրեմն անձնագրերի օտարերկրյա պետություններում անձնագրերի վավերականության երկարացում, ինչպես նաև անձնագրերի երկարացման գործունեությունը։ Եվ քանի որ ոստիկանության ներկայությունն օդանավակայանում բավականին ակտիվ է, իսկ օդանավակայանի նախկին մասնաշենքը, որտեղ տեղակայված է գծային բաժինն արդեն կիսափուլ, օդանավակայանի ղեկավարության կողմից ոստիկաններին նոր ու ընդարձակ տարածք հատկացնելու որոշում կայացվեց։ Այստեղ այժմ կատարվում են շինարարական աշխատանքներ։ Մոտ 3 ամիս անց Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները իրենց ծառայությունը իրականացնելու են արդեն ավելի մեծ եւ հարմարավետ տարածքում, որը նրանց տրամադրել է օդանավակայանը։ Գնանք ներս տեսնենք, թե ինչպես են շինարարական աշխատանքները ընթանում։ Ռազմավարական այս կարևորագույն օբյեկտի անվտանգությունն ու անխափան աշխատանքը, հասարակական կարգի ապահովումն ու օպերատիվ իրավիճակի վերահսկողությունն իրապես վստահված է իրենց գործի գիտակ ոստիկաններին, որոնք պատրաստ են կանխել, նախականխել ու հակազդել ցանկացած օրինազանցի, լինի հայ ազգի թե եկվոր, որովհետև երկրի օրենքի գերակայությունը սկսվում է նաև օդանավակայանից։